ժպիտ, որի հետևում ցավ էր, կյանք, որի մասին գրեթե ոչ ոք չգիտեր։ Ֆրունզի չբացահայտված պատմությունն առաջին անգամ բեմ է բարձրանում։ Օրինակ ես միշտ ամեն դեպքի, ամեն ինչ-որ իրավիճակներում մտածում եմ, հղում եմ անում, Ֆրունզիկը ինչպես կմտածեր, Ֆրունզիկը ինչպես կասեր, ինչ-որ արդարության հետ կապված, ինչ-որ որոշում կայացնելուց, ինչ-որ իրավիճակներում։ Եվ Ֆրունզիկի մտածողությունը ամենաարդարն է։ Մինչև Ետնաբեմում շարունակվում են կերպարակերտման վերջին աշխատանքները, դերասան Արմեն Ավետյանը հայելու առաջ մի վերջին անգամ վերապրում է Ֆրունզի կերպարը, փորձում որսալ նրա հայացքը, շարժուձևն ու լեգենդար դերասանի ներաշխարհը։ Ես կարծում եմ, որ սա շատ պետք է, սա մեր պարտք է, որ մենք անենք այդ բանը եւ մենք ունենանք իր հիշատակման, իր մասին պատմող ներկայացումը, այս այն ինչ որ կլինի 24-ին ինքը իր վերջի տարվա 5 օրն է, ոնց որ օրագիրը լինի եւ այդ 5 օրվա մեջ նաեւ Շերենցի մահվան օրն է եւ իր մահվան օրն է։ Հուլիսի 24-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում ներկայացման առաջնախաղն է։ Ստեղծագործական թիմը վստահեցնում է, հանդիսատեսին սպասվում է հուզական ու անկեղծ հանդիպում մի Ֆրունզի հետ, որին նա մինչև այսօր էլ չի ճանաչել։ Այդ երեկո բեմ կբարձրանա ոչ թե լեգենդար կատակերգուն, այլև իր կյանքի ամենածանր շրջանն ապրող մարդը, մարդ, որի ժպիտի հետևում թաքնված էր մի ամբողջ կյանք։